Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլքերսոն, օր մայիսի 22։ Ոգևորության օրեր։ Աստված իր սիրով և ողորմությամբ թույլ է տալիս, որ աղետները հարվածեն երկրին։ Դրանք նախազգուշացումներ են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լսել, որ Հիսուսը վերադառնում է։ Նրա ուղերձն է, ժամանակն է պատրաստվելու։ Տերը չափազանց շատ է սիրում իր զավակներին, որպեսզի առանց նախազգուշացման իր նոր թագավորությունը կյանքի կոչի։ Նա գիտի, որ մարդկությունը լսողության խնդիրներ ունի և որ մեր ուշադրությունը գրավելու համար անհրաժեշտ են հսկայական մասշտաբների աղետներ։ Այս աղետներն ասես հետհաշվարկ են, որը չափազանց ցավոտ է անտեսելու համար և որը Աստված թույլ է տվել նախապատրաստելու հողը վերջին ժամանակի համար։ Տեր Հիսուսի խոսքերով, վերջին ժամին մոտենալու զուգընթաց այս ծննդաբերական ցավերը կդառնան ավելի հաճախակի և ուժգին։ Եվ երբ որ այս բաները կսկսեն լինել, վեր նայեցեք և բարձրացրեք ձեր գլուխները, որ ձեր փրկությունը մոտ է։ Ղուկաս 21:28 խոսք։ Այս ամենը սարսափելի է հնչում։ Արդյոք ճշմարտությունը սարսափելի է։ Աշխարհի վերջն արդեն հասել է։ Արդյոք հասնում ենք այն պահին, որը բոլոր աստվածաշնչյան մարգարեները կանխատեսել էին։ Արդյոք ամենաբարեպաշտ քրիստոնյան կարողանում է գոնե հեռավոր կերպով գիտակցել, թե ինչ սարսափելիորեն մոտ է այս երկրի կեսգիշերյան ժամը։ Մի բան հաստատ է. շուրջ բոլորը, որքանով որ բնական աչքը կարող է տեսնել, փլուզվում է։ Իմ թանկագին բարեկամներ, ես ձեզ եմ ներկայացնում այն, ինչի մասին Սուրբ Հոգին խոսել է ինձ հետ այս օրերին։ Այն պարունակում է ընդամենը 5 բառ, բայց այդ բառերն այնքան հզոր են, որ իմ մեջ արթնացրել են նոր փառահեղ հույս և հավատք։ Այս 5 բառերն են. ամեն բան Աստծո վերահսկողության տակ է։ Եթե վստահում եք Աստծուն, կարող եք առերեսվել յուրաքանչյուր աղետին և վստահորեն հայտարարել. իմ Աստվածն է հրամայում այս տիեզերքին և ցույց տալիս իր զորությունը։ Ես կկանգնեմ հավատքով և կտեսնեմ իմ Տիրոջ փրկությունը։ Այո, մեր Աստվածը ամեն բան վերահսկում է։ Նրա այս ժամի ուղերձն է, որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ զորության և սերի և զգաստության։ 2 Տիմոթեոս 1:7